Օրհնյալ լինես դու Տեր։ Դու նա ես ողջի ես երկում ով արժանի առնելու ողջ փառքն ու պատիվը։ Այս աշխարհի մեջ եթե ինչ-որ մեկը մի արտասովոր բան անում, մարդիկ հակված են նրան երկրպագելու, նրան բարձրացնելու, նրա նկարով շապիկներ հագնելու, բայց ամեն մարդ փուչ ունայն այս երկրի վրա, որովհետև դու նա միակն ես ով արժանի է առնելու ողջ փառքն ու պատիվը Տեր, որովհետև ամեն մարդ ունայն ու փուչ է Տեր։ Բայց դու ես այն իրական արժեքը, իմաստը, հանուն որի արժե ապրել Տեր։ Եվ մենք մեր սրտերը խոնարհում ենք քո առաջ եւ ասում ենք դու արժանի ես Տեր։ Դու արժանի ես Տեր։ Առնելու ողջ փառքն ու պատիվը մեր Աստված։ Այո, ինչպես Հովհաննեսը իր գլուխը դնում էր քո կրծքին եւ հանգստություն էր գտնում քո գրքի մեջ։ Մենք մեր կյանքի յուրաքանչյուր հոգսերից, բեռներից, ցավերից հոգնած ուզում ենք գալ եւ քո գրքի մեջ գտնել այդ խաղաղությունը, այդ հանգստությունը, որովհետեւ քո ներկայությունը ամբողջ տիեզերքում միակ վայրն է, որտեղ կարող ենք ամբողջությամբ հանգստանալ, վայր դնել մեր ապագայի նկատմամբ վախերը, մեր բոլոր անելանելի թվացող իրավիճակները, մեր յուրաքանչյուր պատասխանները քո ներկայության մեջ գտնում են պատասխան։ Մեր յուրաքանչյուր ցավերը ապաքինվում են։ Մեր սիրտը նորոգվում է։ Գտնում ենք քո մեջ մեր խաղաղությունը, մեր կյանքի իմաստը, մեր կյանքի նպատակը, որովհետև դու ես մեզ արարող Աստվածը եւ դու գիտես մեր կառուցվածքը, դու գիտես մեզ ամբողջությամբ Տեր։ Եթե ժամանակակից գիտությունը նոր է կարողանում թափանցել մարդու ներսը եւ տեսնել ախտերը, քո խոսքը դեռ հազարամյակներ առաջ ասում է, որ քո խոսքը երկսայրի սուրի պես է, որ թափանցում է մինչև ուղնուցուցը։ Շնորհակալ ենք, որ ունենք քո նման հրաշալի Աստված, փառավոր, սքանչելի եւ զորավոր Աստված։ Օրհնյալ, օրհնյալ, օրհնյալ լինես դու Տեր։ Եվ որ մեր ներսը հոգնում այս աշխարհի բեռներից, ցավերից, պղտություններից, դավաճանություններից, մենք վազում ենք քո գիրկը։ Եվ մեր հոգին իրապես կարոտում է քեզ, որովհետև դու մի օր այնպիսի քաղցրություն ցուցաբերեցիր մեր անձի համար, որ այս աշխարհում ոչ ոք չէր կարող տալ Տեր։ Այո, երբ որ ճաշակում ենք երկնքի համը, երկրի վրա ամեն տեսակ համ կորցնում է իր արժեքը։ Ամեն մեկը, որ ճաշակում է քո ներկայությունը, ամեն տեսակ փոխհարաբերություններ արժեզրկվում են, որովհետև քեզնից սովորում ենք սիրել մարդկանց, քեզնից սովորում ենք ներել մարդկանց, քեզնից սովորում ենք փոխհարաբերվել մարդկանց հետ, այնինչ աշխարհը դրա հակառակն է հաճախ ուզում է սովորեցնել, մեր փորձառությունը ուզում է մեզ հակառակը սովորեցնել, բայց շնորհակալ ենք, որ քո ներկայության մեջ մենք կարող ենք ներել, սիրել եւ կարող ենք մեր լավագույնը դնել այս աշխարհի համար։ Օրհնյալ լինի քո փառավոր, սքանչելի, զորավոր անունը։ Դու արժանի ես առնելու ողջ փառքն ու պատիվ, որովհետև դու ես միակ, ով արժանի առնելու այդ փառքն ու պատիվը Տեր։ Որովհետև միայն քեզ տրվեց այն անունը, որով կարող է մարդկությունը փրկվել Տեր։ Փառավորվես դու մեր կյանքի մեջ, Հիսուսի